Մարգարիտա Սիմոնյանի և ռուսների ջեբիշուն Միկա Բադալյանը շարունակում է Մոսկվայից գրմռալ և շարունակում է ուղղորդել Ռուսաստանի հայերին, որպեսզի գան Հայաստան և մասնակցեն ընտրություններին։ Բաբայան Վահանի հետ հանդիպեցի անցնելուց բարևեցինք Վաղարշակ Հարությունյանի հետ մասնակցում են ընտրություններին, անցնում էի փողոցում, բարևեցինք ոնց ես ոնց չես, նկարել են, գցել են իրենց տելեգրամները, այդ շո Միկա Բադալյան կա, ինձ էլ մռազա գրել։ Մի մարդ Արտուր, լսում եմ լսի այլ դրփի տղա, պատմեմ որ կնիկը դվրից է թրել էր արա։ Այ քնձեղ։ Ոտդ որից հետ կպոկեմ Միկա ես ինչ ես եկար Հայաստան արա։ Չնայած մենք Մոսկվա էլ գնացինք, չէ, հրճվում էին մեզ ձերբակա, բա որ մենք Մոսկվա դուրս եկանք, Կրեմլը քայլում էինք, զանգում էինք ձեզ սաղի, ձեր հերերին, բա ուր եք թռե արա։ Ուրեմն Արտուր, տեսեք, մեզով է քննադատում։ Դժբախտ, որ կնիկը վրից թռե, երեխեքը չիմանում ումից են ծնվել, այս հենց մի հատ երևույթներ են։ Նույնն այդ Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքը տեսել եք, չէ՞։ Ասում եմ մարդ ուզում էր վրից թռնել, թույնեց։ Մեր հայրենակիցներին տեղեկացնենք, որ Միկա Բադալյանը այս ծառայում է Մարգարիտա Սիմոնյանի մոտ, այդ Եվրազիա ծրագրով, եւ սև Եվրազիա կբերեմ իրանց գրքի։ Եվ իդեպ սելի հայրենակիցներ, երբ Արամին օդանավակայանում Վնուկովը մի քանի ժամ պահել էին, ես ինքը ուրեմն ստատուս էր գրել, այդտեղ տեղադրի, ուրախացել էր, որ ոչ մեկ FSB-ի դիմացից դուրս չի գալու։ Ու երբ որ մենք արդեն հենց FSB-ի դեմն էինք։ Այո, հենց FSB-ի դիմացն էինք, այդ իր մոտիկների զանգեցի, ես խնդրեցի, ասեցի, ասեք դե թող գա, այդ ինչ ունի ասելու, դիմացներս ասի, ինքը տենց էլ չհայտնվեց ուղղակի։ Իրանք ընդհանրապես ստատուս գրողներ են եւ իրանց մուտքը Հայաստանի Հանրապետություն փակված է, ուղղակի հիմա այդ ստատուս գրող Միկա Բադալյանները եւ այդ տես ծառայողները, ովքեր Արա Աբրահամյանի համար ծառայում են եւ Միկա ներողություն Մարգարիտա Սիմոնյանի համար, հիմա Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի քաղաքացիներին ասում են Տելեգրամյան ալիքներով գրեք, մենք ձեր համար տոմսեր կառնենք, կգնաք Երևանում կմասնակցեք Հայաստանում ընտրությունների, բայց ինչպես ասում են ուրբաթը շաբաթի շուտ է գալիս եւ օդանավակայանում արդեն ազգային անվտանգության ծառայությունը բոլորին դիմավորելու է։ Այնպես որ չի լինելու պրովոկացիաներ անել, այո։